6-րդ դասն է, որը վերնագրել եմ այսպես՝ միջնադարի եկեղեցին եւ խաչակրաց արշավանքները 1050 թվականից 1300 թվականներ, եւ հիշենք, որ 1054 թվականին մեծ բաժանումը եղավ, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների բաժանվեց եկեղեցին, որը Ռոմի ու Բյուզանդիայի իշխանության ներքո էր, դրա մասին խոսել ենք նախորդ անգամ, եւ այս բաժանումից հետո կաթոլիկ եկեղեցին ավելի ուժեղացրեց իր քաղաքական դիրքերը, իսկ Բյուզանդիայի եկեղեցին, ուղղափառ եկեղեցին, Հռոմը ավելի ուժեղացրեց, իսկ Կոնստանդնուպոլսը ավելի թուլացրեց իր դիրքերը, որովհետեւ եղան տարբեր պատճառներ, որոնցից մեկը խաչակրաց արշավանքներից ինձ մոտ նշել եմ, կարծեմ 4-րդը խաչակրաց արշավանքներից 1202-ից 1204 թվականներին խելահեղ մի բան տեղի ունեցավ, շատ ինքնին խաչակրաց արշավանքները դրանք քրիստոնեության հոգուն հակառակ էին, որովհետև սրի ուժով փորձում էին նվաճել տարածքներ, հետ բերել Երուսաղեմը եւ շատ սպանությունների, կոտորածների գնով առաջին խաչակրաց արշավանքը Երուսաղեմը հետ բերեց որոշակի ժամանակահատվածով, բայց 4-րդ արշավանքի ժամանակ ընդհանրապես խելահեղություն տեղի ունեցավ եւ կաթոլիկ եկեղեցու առաջնորդները Հռոմի Պապը համոզեց, որ չգնան մուսուլմանների դեմ կռվելու, այլ գնան Կոնստանդնուպոլիսը գրավեն եւ ուղղափառներից հետ բերեն Կոնստանդնուպոլիսը եւ խաչակիրները մտնում են, ավիրում են Կոնստանդնուպոլիսը, քրիստոնեական ուղղափառության կենտրոնը այն ժամանակվա եւ գրավում են, կոտորում են, ավիրում են։ Եվ բացի դա տարբեր քաղաքական պատճառներ, պարտություններ, ռազմի դաշտում մոնղոլների արշավանքներ եւ մեծ ճակատամարտ տանուլ տվեցին, թուլանում էր կայսրությունը եւ թուլանում էր նաեւ ուղղափառության դիրքերը։ Այսպիսի ժամանակահատված կաթոլիկ եկեղեցին իր ազդեցությունը քաղաքական իմաստով Եվրոպայի երկրների վրա մեծացնում էր, ուղղափառ եկեղեցին թուլացնում էր։ Եվ Գրիգոր 7-րդ Պապը 1073-ից 1085 թվականներին ավելի այսպես գրիգորյան բարեփոխումներ են դրանք կոչվում, ես որ կարդացի շատ զարմացա, ինչ կար, որ ինքը բարեփոխեց, գրել եմ մի մոտ արգելվում է Սիմոնյան, Սիմոնյա բառը շատ հետաքրքիր է, Սիմոն Մոգի անունից է եկել այս բառը, ինչ էր տեղի ունենում, քանի որ եպիսկոպոսներին նշանակում էին ոչ եկեղեցականները, այսինքն տեղի իշխանները նշանակում էին իրենց իշխանության եպիսկոպոսին, իրանք սկսել էին վաճառել այդ պաշտոնը եւ այդ երևույթը կոչվում էր, քանի որ հիշում եք Սիմոն Մոգը փող առաջարկեց հոգեվոր պարգևի դիմաց եւ այս երևույթը կոչվում էր Սիմոնյա, Սիմոն Մոգի անունով եւ այս Պապը արգելեց Սիմոնյան եւ նաեւ իր քաղաքական, քանի որ ազդեցությունը մեծանում էր, արդեն բարեփոխումների արդյունքում թագավորներն էլ համաձայնվեցին, որ եկեղեցին են նշանակում եպիսկոպոսներին։ Այսինքն Հռոմը ինքը նշանակում էր բոլոր եպիսկոպոսներին, իր իշխանությունը մեծանում էր եւ հասնում է մի կետի հետագայում այնքան ուժեղանում եկեղեցու իշխանությունը, որ անգամ թագավորներից բարձր է լինում Հռոմի Պապի ունեցած քաղաքական իշխանությունը։ Եվ իրենք այսպես համեմատում են, ինչպես արևը լուսնից, այնպես Պապի իշխանությունը թագավորների իշխանությունից։ Թվում է թե լավ բան է, բայց իրականում քաղաքական իշխանությունը, մենք խոսել ենք այս մասին, եկեղեցին պիտի երկնքի քաղաքականության առաջ տանողը լինի եւ ոչ թե քաղաքական իշխանության։ Այս նույն ժամանակահատվածում նաեւ այդ
կուսակրոնությունն է մուտք գործում, տեսեք մենք 1073-ից 1085 թվականներում ենք դեռ, նոր կուսակրոնությունը մտնում է կաթոլիկ եկեղեցի, այսինքն մինչև դա քահանաները իրավունք ունեին ամուսնանալու, բայց այս բարեփոխումներով նաև արգելվեց ամուսնացյալ քահանայությունը։ 1993 թվական, ես տարեթվերով գամ առաջ, Քենթերբերի արքեպիսկոպոս Անսելմը գրում է Աստծու գոյության օնտոլոգիական փաստարկները, ուզում եմ ասեմ, այս ընթացքում այդ աշխատությունն է գրվում, այս ընթացքում նաև աստվածաբանական միտքն էր զարգանում եւ բավականին լուրջ աստվածաբանական, այսպես ասեմ, հիմք էին ստեղծում հետագա ուսումնասիրությունների եւ աստվածաբանական առաջընթացի համար։ Այս ժամանակաշրջանում է, որ հիմնվում են այնպիսի համալսարաններ, ինչպիսին են Բոլոնիայի համալսարանը 1088 թվականին Իտալիայում, 1150-ին Փարիզի համալսարանը, որի հիմքի վրա նաև հետագայում մեզ շատ հայտնի Սորբոնի համալսարանն է զարգանում եւ 1167 թվականին Օքսֆորդի համալսարանը։ Եվ այս համալսարանները քրիստոնեական համալսարաններ են լինում, այսինքն եկեղեցու հովանու ներքո եւ հիմնականում եկեղեցիներ, ինչպես Հայաստանի համալսարանները։ Ես նշել եմ ինձ մոտ, որ այս ընթացքում հիշեմ որտեղ եմ գրել մեր համալսարանների թվարկումը, Գեղարդի, Հաղարծինի, Նորավանքի, Գոշավանքի, Գանձասարի վանական համալիրներն են հիմնվում այս նույն ժամանակահատվածում, շատ հայտնի, որոնք իրականում համալսարաններ են լինում, իսկ 1280 թվականին Գլաձորի համալսարանն է հիմնվում։ Այսինքն մենք տեսնում ենք այսպես համալսարանական կրթության ամբողջ քրիստոնեական աշխարհով համալսարանական կրթության աճ։ Գնանք առաջ, խաչակրաց արշավանքները 1096-ից մինչև 1272 թվականը 9 խաչակրաց արշավանք է եղել հիմնական, նաև եղել են փոքր արշավանքներ, որոնք լոկալ բնույթ են կրել։ Առաջինի ժամանակ գրավում է Երուսաղեմը, հետո երկրորդ մնացած մեծամասամբ պարտություններ են լինում, այսպես ասեմ, հաջողվածներն եմ նշել ռազմական առումով, 1100 առաջինն է եղել ամենահաջողվածը, որ գնացել են այսպես զորքի ուղեկցությամբ, զենքի ուժով կոտորել են, գրավել են։ Թե ինչ ազդեցություն դա թողեց տեղի քրիստոնյաների վրա, այսինքն այն զենքը, որ Քրիստոս տվել էր քրիստոնյաներին, դա սերն էր։ Եվ պիտի գնային մինչև աշխարհի ծայրերը ու այդ սերը ու ճշմարտությունը պիտի տարածեին եւ ազգերին աշակերտներ դարձնեին, բայց խաչակիրները իրենցից հետո թողնում էին ատելություն, մահ, թեև գրավում էին տարածքներ, հիմնում էին կոմսություններ, քրիստոնեական պետություններ, այսպես, բայց որոնք երկար կյանք չունեցան եւ հետո նաեւ երրորդ արշավանքի ժամանակ, սա այն թագավորների արշավանքն է, Ռիչարդ Առյուծասիրտ, երևի լսած կլինեք ֆիլմերից, Անգլիայի թագավորը, Ֆրանսիայի թագավորը, Գերմանիայի թագավորը, թագավորների արշավանք ասա կոչվում, գնում են այդ ժամանակ արդեն Սալահադինը գրաված է լինում Երուսաղեմը, երբ իրանք չեն կարողանում հետ գրավել, այլ պայմանագիր են կնքում, վերջում պայմանավորվում են, որ գոնե ուխտավորներին թույլ տան, որ գան Երուսաղեմ, որտեղ քրիստոնյա ուխտավորների համար շատ կարևոր էր Երուսաղեմ գնալը, ու այսպիսի պայմանագրով թվում է թե հաջողության են հասնում, բայց իրականում ոչ մի հաջողության էլ չեն հասնում։
Գնանք առաջ, 4-րդ արշավանքը ասացի, որ գրավում են եւ կողոպտում են Կոնստանդնուպոլիսը, թուլացնում են քրիստոնեությունը, արևելքում քրիստոնյաները իրենք կռվում են քրիստոնյաների դեմ։ 1126 թվական, շատ հետաքրքիր փաստ կա այստեղ, ուրեմն Իսպանիան այդ ժամանակ մուսուլմանական է լինում, բայց Իսպանիայում լինում են հավատարիմ քրիստոնյաներ, որոնք պահում են կաթոլիկ հավատքը, բայց իրանք արաբախոս են դառնում, արաբ մշակույթը վերցնում են, արաբները գրաված են լինում, բայց իրանք իսպանացի լինելով արաբախոս, բայց քրիստոնյա մնում են ու մոսարաբներ են կոչվում իրենք, եւ այս մոսարաբները դաշինք են կազմում, տեսեք քաղաքականությունը, դաշինք են կազմում մեկի հետ քրիստոնյա, ով ուզում է գրավի Իսպանիան վերադարձնի, հետո չի ստացվում, պարտվում է ու Իսպանիայի մուսուլման արաբները որոշում են կայացնում այս մուսարաբներին, որոնք քրիստոնյա են ամբողջությամբ հեռացնել Իսպանիայից եւ ուղարկում են բոլորին, գաղթ են կազմակերպում Մարոկկո եւ Մարոկկոյում իրենք գնում են այնտեղ ու հիմնում են, այնտեղի արաբների հետ լեզու են գտնում, օգնում են ռազմական իմաստով, որտեղ բավականին լավ հեծելազոր ունեին, օգնում են իրենց եւ հիմնում են Մարոկկոյում քրիստոնեական համայնք։ Եվ այդ ժամանակներում շատ տարածված հայտնի քրիստոնեական համայնք է լինում Մարոկկոյում։ 1150 թվական գրվում է Պետրոս Լոմբարդացին, գրում է մի աշխատություն, դատողություններ 4 գրքերի մեջ, աստվածաբանական աշխատություն, որը հետագա 400 տարիների ընթացքում բոլոր համալսարանական այդ համալսարանների աստվածաբանական դասագիրքն է լինում եւ մնացած աստվածաբանները այս գրքի վրա են կառուցում իրենց, ասենք, քննադատական կամ վերլուծական աշխատությունները։ Ինչ ունենք ռեֆորմացիայի, տեսեք հաջորդ դասին մենք խոսենք մինչև ռեֆորմացիան, արդեն ուշ միջնադարի եկեղեցու մասին եւ կտեսնենք շատ տեղերում այս եկեղեցու ճահճացումը Քրիստոսի ուսմունքից հեռանալը մարդկանց մոտ հարց է առաջացնում։ Իսկ ուր է իրական քրիստոնեությունը։ Եվ ահա այդպիսի ամենաառաջին կարելի ասել դեռ բողոքականությունը չէր ծնվել, բայց առաջին բողոքական եկեղեցին դա վալդենսներն էին, Պիեր Վալդոն վաճառական էր Լիոնում, Ֆրանսիայում, ով հոգևոր խորը ճգնաժամ է ապրում, ինքը հարուստ էր, գիրք է կարդում քրիստոնեական, ընկերն է մահանում, սկսում է ավելի շատ ինքնամփոփ դառնում, սկսում է կյանքի իմաստի մասին մտածել, Աստվածաշունչ է կարդում ու գտնում է լույսը ու ասում է, այսինքն ուր ենք մենք հասել Քրիստոսի քարոզած քրիստոնեությունից հասել ենք մի տեղ, որտեղ քրիստոնեությունը քաղաքական ուժ է դարել եւ ընդհանրապես Աստվածաշնչի հետ ոչ մի առնչություն չունի։ Ու ինքը հարստության մի մասը նվիրում է կնոջը, մյուս մասը բաժանում է աղքատներին, քանի որ հարուստ էր, պատվիրում է, որ թարգմանեն Աստվածաշունչը եւ սկսում է որպես աղքատ մեկը շրջել ու քարոզել Քրիստոսի ավետարանը։ Եվ առաջանում է մի ամբողջ շարժում, որը սկզբում կոչվում էր Լիոնի աղքատներ, հետո Վալդենսներ, եւ իրենց վարդապետություններից, որ ամեն վարդապետություն պիտի սկիզբ առնի Աստվածաշնչից։ Հիշում եք, սա Մարտին Լյութերի հիմնական թեզերից մեկն է, որ ամեն բանից առաջ Աստվածաշունչը, որ բողոքական եկեղեցու, այդ թվում նաեւ մեր հիմքն է սա, եւ Վալդենսները իրենք հենց այստեղից սկսեցին, որ ամենից առաջ մենք պիտի նայենք Աստվածաշնչին,
Եվ ոչ թե այս ավանդությանը, այն սովորույթին ամենից առաջ Աստվածաշնչին, որտեղ Աստվածաշունչն է Աստծո խոսքը։ Եվ քանի որ կարդում էր Աստվածաշունչը, հիշում եք Պավլիկյանների ռեֆորմացիան, այսպես ինքը Պավլիկյանները ոչ կրթված մարդու ռեֆորմացիա էր, որ կարդաց ու պատրաստ չէր, տեսնում էր, որ ռեֆորմացիայի կարիք կա, տեսնում էր, որ եկեղեցին սխալ է գնում, բայց ինքն էլ ավելի սխալ հասկացավ իր պատկերացումներով եւ շատ սխալ ուղղությամբ տարավ այդ շարժումը, որոնք շեղված հավատքի կրողներ դարձան, թեև իրենց ընդվզումը ճիշտ հիմքի վրա էր։ Հիմա այս դեպքում արդեն կրթված մարդու հետ գործ ունենք, որը նայեք ինչ վարդապետական հակադրություն էր բերում կաթոլիկ եկեղեցուն, ասում էր, որ խավարանի գաղափարը չկա Աստվածաշնչում։ Դեմ էր խավարանին, խավարանը, եթե գիտեք, կաթոլիկները քարոզում են եւ ընդունում են, որ մարդ մահանալուց հետո միջանկյալ վիճակ կա, որտեղ եթե դու այսպես կիսա ապաշխարած ես եղել, դու քո խավարանում տանջվելու ես, բայց սա դժողքը չի, որ հավիտենական տանջանք լինի, քո տանջանքներով ձեռք ես բերում քո փրկությունը, այսպես ասում, խավարանը դրախտի ու դժողքի միջև ինչ որ տեղ է, որը Աստվածաշնչում չկա այդպիսի բան, սա մեկի մտքից հորինած վարդապետություն է, ընդհանրապես հիմք չկա Աստվածաշնչում սրա համար։ Եվ իրենք դեմ էին դրան, դեմ էին մահացածների համար աղոթքին, քանի որ խավարանը չկա, այսինքն միջանկյալ վիճակ չկա, մահացածների համար աղոթում եք, որ ինչ, որ Աստված ողորմի իրանց, բայց իրանք որտեղ են, Աստվածաշունչը ասում է կամ դրախտում են, կամ դժոխքում, եթե դրախտում են, ինչու ենք աղոթում, արդեն դրախտում են, եթե դժոխքում են, Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ այստեղից այնտեղ տեղափոխություն չկա, այսինքն ինչքան էլ խնդրեք, ողորմություն չի լինելու։ Խնդրում եք, որ ինչ։ Խնդրում ենք, որովհետև կա միջանկյալ վիճակ, խավարան կամ սպասարան, մտցնում ենք վարդապետություն, հետո արդեն հիմնավորում ենք, թե ինչու ենք խնդրում, որ ողորմություն լինի։ Եվ իրենք շատ դեմ էին խավարանի գաղափարին, մահացածների համար աղոթքին, սրբապատկերների պաշտամունքին եւ այլն։ Ինչա տեղի ունենում 1179 թվականին Վալդոն մեկնում է Հռոմ, քանի որ ինքը նպատակ չուներ, ինչպես Մարտին Լյութերը, նպատակ չուներ նոր եկեղեցի, նոր ուղղություն, նոր հարանվանություն հիմնելու, այլ սա ռեֆորմացիա էր։ Գալիս էր ասում էր սխալ ենք անում, եկեք վերադառնանք, ես չեմ ուզում առանձին եկեղեցի հիմնեմ։ Գնում է Հռոմ ու խնդրում է Հռոմի պապից թույլտվություն, Հռոմի պապը շատ համաձայնվում է այդ աղքատության կենսակերպի հետ, բայց քանի որ իր գաղափարները դեմ էին կաթոլիկ եկեղեցուն, այսպիսի թույլտվություն է տալիս, ասում է քարոզիր այնտեղ, որտեղի եպիսկոպոսը քեզ թույլ տա, որ քարոզես։ Որտեղի եպիսկոպոսը պիտի թույլ տար, որ քարոզեն, արդեն մի քանի տարի անց 1184 թվականին Լուցիոս III պապը Վերոնայի ժողովում վալդենսներին հռչակում է հերետիկոսներ եւ սկսում են դաժան հալածանքները եւ վալդենսները իրենք արդեն կամաց շարժվում են դեպի բարձր լեռնային հատվածներ եւ իրենք համայնքներ էին, որտեղ այսպես հավասարություն էր, ճոխություններ չկար, արդեն պատկերացնում եք ինչպիսի մաքուր կյանքով էին ապրում, բայց ինկվիզիցիան դաժան կերպով ճնշում էր նրանց։ Շարունակենք մեր պատմության ընթացքը 1210 թվական, երևի բոլորդ լսած կլինեք Ֆրանցիսկոս Ասուզացու անունը եւ ես կարծեմ առանց կարծեմի իր տարիներ առաջ իր աղոթքը անգլերենից թարգմանել եմ հայերենով եւ այդ իմ ձևնավորի բանաստեղծության ոճով եմ դա արել։ Ասուզացին նույնպես Ֆրանցիսկոսը գրեթե նույն պատմությունն է, ինքը հարուստ երիտասարդ էր, ֆիլմ կա արև ինչ
չէ, Քույր Լուսին, ինչ եղբայր Արև Քույր Լուսին, չեմ հիշում, այսպիսի ֆիլմ կա իր մասին, ֆիլմի անունը ես ընդհանրապես ֆիլմերի անուններ չեմ հիշում, բայց շատ հետաքրքիր ֆիլմ է, ինքը տենց վատ կյանքով ապրող երիտասարդ լինում, որ հետագայում հանդիպում է Աստծուն եւ արդեն այդ ապաշխարությունից հետո ինքը որոշում է ապրի աղքատ մուրացիկի կյանքով եւ ֆրանցիսկացիների այդ միաբանությունն է հիմնվում ի տարբերություն վալդենսների, ինքը որ գնում է Հռոմի պապից խնդրում է թույլտվություն, իրենք այսպես ավելի շատ իրեն համեմատում են այսպես բնության գովերգող, աղքատներին օգնող, բնապահպանները շատ են սիրում իր վարդապետությունը, որովհետև ամեն այդ ծառը, կենդանիները, ամեն ինչի մեջ sense շատ բարի մոտեցում ունեն պահպանելու, մարդկանց օգնելու, աղքատներին, հիվանդներին, այսպիսի մարդիկ են լինում եւ հիմնադիրը ինքը այդպես է լինում, որ գնում է խնդրում է Հռոմի պապից, Հռոմի պապը թույլ է տալիս եւ կաթոլիկ եկեղեցում կան տարբեր միաբանություններ եւ հիմնվում է ֆրանցիսկացիների միաբանությունը 1210 թվականին հետագայում իրանք շատ մեծ ազդեցություն են ունենում եւ մենք կտեսնենք, որ իրենց միաբանությունից անգամ դիվանագետներ, տարբեր միսիոներներ են դուրս գալիս։ Նույն ժամանակներում գրեթե 1216 թվականին Դոմինիկյան միաբանությունն է Ֆրանսիայում, չնայած իսպանացու կողմից է հիմնվում, բայց Ֆրանսիայում իրենք էլ կոչվում են մուրացիկ միաբանություն, սկզբում այդպես հրաժարվում էին հարստությունից, տեսեք, կաթոլիկ եկեղեցին ինքը ապրում էր ճոխության մեջ, թե պապը, թե եպիսկոպոսները եւ մարդիկ կարդում են Աստվածաշունչ ու տեսնում են, որ այդպես չի սովորացրել Քրիստոս, ուրիշ բան է սովորացրել եւ իրենց մեջ արթնանում էր դա եւ ընդհանրապես հրաժարվում էին ամբողջ ունեցվածքից։ Դոմինիկյա ֆրանցիսկացիները այդպես էին։ Իրենք ոչ մի ունեցվածք չունեին, իրենք գնում էին, բարություն էին անում ու քարոզում էին ավետարանը։ Դոմինիկյանները այդպես ուղղություն կար կատարների, այդպես որոնք հակառակվում էին կաթոլիկ եկեղեցուն հենց մեղադրելով նրանց հարստության մեջ եւ բանավեճերի ժամանակ հաղթում էին կաթոլիկները չէին կարող Աստվածաշնչով ապացուցեն, որ իրենք պիտի ճոխ ապրեն, չկա տես բան Աստվածաշնչում։ Պիտի հարստահարեն, կալվածատեր լինեն։ Հիմա դոմինիկյանները իրենք կաթոլիկների այս միաբանությունը հիմնեցին ընդդեմ այդ կատարների, որպեսզի այդ շարժումը իրենց ժողովրդին, իրենց հոտին չքաշի դեպի իրենց եւ դարձան կաթոլիկ եկեղեցու ամենաուժեղ աստվածաբանները։ Կրթությունը վերցրեցին։ Այդ համալսարանները, որ թվարկեցի, իրանք աստվածաբանական պրոֆեսորները դոմինիկյան միաբանության վանականներ էին։ Եվ իրենք շատ մեծ շեշտադրություն դրեցին աստվածաբանական կրթությանը եւ նաեւ հրաժարվում էին ունեցվածքից, սկիզբը շատ լավ էր, հետո քանի որ ունեին ամուր աստվածաբանություն եւ համեստ կյանք, կաթոլիկ եկեղեցին իրենց նշանակեց, քանի որ ամենախելացի մարդիկ էին հավաքվում այդտեղ, ինկվիզիցիայի դատավորներ։ Եվ այստեղ սկսվում է դոմինիկյան միաբանության ամենամութ էջը։ Ինկվիզիցիայի մասին լսել եք արդեն այնտեղ դատավորները հիմնականում այս միաբանության վանականներն էին, որոնք շատ սև ու մութ գործեր էին անում։ Գանք Չինաստան 1200 հետաքրքիր է, չէ, որտեղից որտեղ են գնում, ինչ էր տեղի ունենում 1250-ից 1280 թվականներին Չինաստանում տեղի ունենում քրիստոնեության անկում։ Չինաստանում քրիստոնեությունը բավականին ամուր հիմքեր ուներ, հիմնականում մի քիչ շեղված քրիստոնեություններ, դա նեստորական քրիստոնեություններ, նախորդ դասերից կհիշեք, որ հասել էին մինչև Չինաստան, եւ այստեղ էլ պիտի ուշադիր լինենք, երբ որ եկեղեցին շատ քաղաքականացվում է, ինչա տեղի ունենում 1258 թվականին մոնղոլները
երբ որ գրավում են Բաղդադը, դեռ Չինաստանի մասին չեմ խոսում, մոնղոլների մեջ արդեն նեստորական քրիստոնեությունը Չինաստանից տարածվել էր Մոնղոլիա, եւ մոնղոլները իրենք գրավել էին Չինաստանը եւ մոնղոլական տիրապետության տակ էր, եւ այդ ժամանակ եկեղեցին քրիստոնեական մոնղոլների համար, այսինքն մոնղոլների հետ մոնղոլների իշխանության հետ նույնականացվում էր, երբ որ չինացիները տապալեցին մոնղոլական լուծը եւ իրենց կայսրերը արդեն սկսեցին չինական կայսրերը, իրենք մոնղոլների հետ երկրից հանեցին ամբողջ քրիստոնեությունը, որտեղ քրիստոնեությունը նույնականացվում էր մոնղոլական իշխանության հետ։ Տեսնում եք, ինչ մեծ սխալ է, որ եկեղեցին կպնում է քաղաքականությանը։ Դրա համար մեր քաղաքականությունը պետք է լինի Քրիստոսի ավետարանը քարոզելը, թե մոնղոլներին, թե չինացիներին, հասկանում եք ինչի նկատի ունեմ։ Այսինքն չպիտի մենք կպնենք ինչ-որ ուժի, որովհետև երբ որ մենք նույնականացվում ենք ինչ-որ ուժի հետ, հաջորդ ուժը կգա։ Այդ հիմա են մարդիկ մտածում, որ երևի մոնղոլները, որ գրավել էին Չինաստանը, մտածում են իրենք հավերժ են այդտեղ լինելու։ Հավերժ ոչ մեկ եւ ոչինչ չի լինում։ Դրա համար հավերժ միայն եկեղեցին է, որը չի կպնում որևէ ժամանակավոր ուժի։ Եվ տեսնում ենք, որ 1258 թվական մոնղոլները գրավում են Բաղդադը, բայց քրիստոնյաներին չեն վնասում։ Մուսուլմաններին վնասում են, քրիստոնյաներին չեն վնասում, որովհետև մոնղոլների մեջ զորավարներից շատերը քրիստոնյա են լինում, որը արդեն փոխվում է ցավալիորեն Լենգ Թեմուրի ժամանակներում, իրենք քաղաքական իմաստով ընդունում են մուսուլմանություն եւ արդեն մուսուլմանական ուժերն են հարձակվում, բայց դրա մասին հետո հաջորդ տարելում։ Գնանք առաջ, տեսնեմ ժամանակս, պիտի արագացնեմ, 1253 թվական, նենց եմ գրել, կարող անունը սխալ ասեմ, Վիլյամ Ռուբրաքը, ֆրանցիսկացի վանական, հիշում եք, որ ասեցի ֆրանցիսկացի վանական, ինքը 1253 թվական մոտ պատկերացրեք, խաչակրաց արշավանքների ժամանակ թագավորներից մեկը իրան ուղարկում է մոնղոլների մայրաքաղաք, որպեսզի գնա խանի հետ դաշինք կնքի, որպեսզի խանը այս մյուս կողմից մուսուլմաններին ճնշի։ Եվ ուղարկում այս ֆրանցիսկացի վանականին, որը այսպես սև ծովով, Ղրիմով, Կասպից ծովի հյուսիսային մասով գնում է մինչև Մոնղոլիա եւ այնտեղ իրենց խանի հետ Մոնքե խանի մոտ է մտնում ու ինքը տեսնում է մոնղոլների մայրաքաղաքում գիրք է գրել իր հիշողությունները մոնղոլների մայրաքաղաքում ասում է եւ բուդդիզմ կար, ասում է այնքան հանդուրժող էին, եւ մուսուլմանություն կար, եւ քրիստոնեություն կար, եւ այդ հեթանոսական, շամանական այդ կախարդների, եսեմ ինչ պաշտամունքներ կային, ասում է ու իրանք հանգիստ, այսպես ապրում էին, գոյատևում էին իրար հետ, սա մոնղոլական քաղաքակրթության կենտրոնն է, եւ այս մոնղոլ խանը ինքը իմանալով ով է եկել իրենց հյուր եւ ինքը լինում է ապոլոգետ, հավատքի պաշտպան, նաեւ լավ աստվածաբան, կազմակերպում է բոլոր կրոնների մեջ բանավեճ։ Թեև այս ֆրանցիսկացի վանականը, որ նաեւ ինքը դիվանագետ էր, նաեւ Կիլիկիայում էր հայկական Կիլիկիայի ժամանակաշրջանն է, այս ժամանակաշրջանը, այնտեղ է նաև եղել որպես վանական եւ դիվանագետ, ինքը գրում է իր հիշողությունների մեջ, որ հաղթել է բանավեճում, բայց եթե հաղթած լիներ իրականում, այսպես պատմաբանները ասում են, որ հաղթել նշանակում է խանը պիտի դառնար քրիստոնյա, բայց խանը այդ ամեն ինչից հետո մի շատ հայտնի խոսք կա, որը Աստվածաշնչին հակասող խոսք է, ամենասկզբից ասեմ, ասում է ինչպես ձեռք ունի 5 մատ,
այնպես դեպի Աստծուն տանող ճանապարհները բազմազան են։ Այնինչ Քրիստոսը ասում է, որ կա միայն մեկ ճանապարհ, ասում է ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը եւ ոչ ոք հոր մոտ չի գնա, եթե ոչ ինձանով։ Այսինքն ընդամենը մեկ ճանապարհ կա։ Եվ քրիստոնյաները գոնե պիտի հավատան Քրիստոսի խոսքերին։ Ես հասկանում եմ, որ մուսուլմանները չեն հավատում, բուդդիստները չեն հավատում, չգիտեմ, մյուսները չեն հավատում, բայց քրիստոնյաները գոնե չպիտի կանգնեն ու ասեն մուսուլմանին ես եւ դու նույն Աստծուն ենք պաշտում, ինչպես վերջերս նախորդ տարի կարծեմ քրիստոնյա եկեղեցիների առաջնորդներից մեկը ասեց, որ մենք բոլորս նույն Աստծուն ենք պաշտում, ուղղակի տարբեր կողմերով ենք մոտենում Աստծուն։ Սա հակաքրիստոնեական է, եւ այս բանավեճի արդյունքում խանը իր հայտնի խոսքերը գրի են առնվել, որ ինքը համարում է, որ դու քո ճանապարհով ես տանում դեպի Աստված, նա իր ճանապարհով է տանում դեպի Աստված, այն մյուսն էլ իր ճանապարհով։ Նույն սարի գագաթն ենք բարձրանում տարբեր արահետներով։ Քրիստոս ասեց ոչ, մնացածը խաբում են, կործանում են տանում։ Միայն ես եմ ճանապարհը։ Նաև շատ հետաքրքիր այս նույն ճանապարհորդը շատ հետաքրքիր տեղեկություններ մեզ փոխանցում Հայաստանի մասին, որովհետև հետ վերադառնալիս Հայաստանով անցնում, Անիով անցնում, Էրզրումով անցնում եւ նկարագրում է, թե ինչ դժվարություններ էր այն ժամանակ Հայաստանը մոնղոլ-թաթարական այդ լծի տակ էր եւ նկարագրում է այդ քրիստոնեական երկիրը ինչպիսի դժվարություններ է ապրում մոնղոլ-թաթարական տիրապետության ներքո։ Դոմինիկյան վանական Թովմա Ակվինացին գրում է իր աշխատությունը աստվածաբանության հանրագումար։ Թովմա Ակվինացին բավականին հայտնի աստվածաբան է 1266-ից 1273 թվականներին եւս մեկ միսիոներ կրկին ֆրանցիսկացի վանական 1294-ին Ջովաննի անունը պիտի կարդամ Մոնտեկորվանտացին քիչ դժվար է ինքը հասնում է նայեք ուր է հասնում Հնդկաստանով հասնում է Չինաստան եւ Հնդկաստանում է եկեղեցիներ հիմնում եւ Չինաստանում է եկեղեցիներ հիմնում մինչեւ Մոնղոլիա արդեն ոչ թե նեստորական այլ կաթոլիկ այսինքն ֆրանցիսկացիների վարդապետության որտեղ կաթոլիկ եկեղեցին իրականում շատ բազմազան է կաթոլիկ եկեղեցում կան տարբեր միաբանություն կա որ լեզուներ է խոսում ինչպես հոգեգալստական եկեղեցին նույն օտար լեզուների պարգևը ընդունում իրենք շատ բազմազան են եւ իրանց վարդապետություններն էլ շատ տարբեր են բայց կա մեկ ընդհանրություն ուզում է լեզվախոս լինի ուզում է ֆրանցիսկացի ուզում է դոմինիկյան իրանք բոլորը կետեր կա որ պիտի ընդունեն եւ շատ ցավալի կետեր կա որ պիտի ընդունեն որոնք աստվածաշնչին հակասող կետեր են որոնք եւ Քավարանին են վերաբերվում, եւ Մարիամին, եւ Սուրբերին, եւ մնացած հիմնական վարդապետությունները պիտի ընդունեն, որպեսզի իրանք համարվեն կաթոլիկ, կապ չունի, որ միաբանությունն է։ Ամեն դեպքում մեծ աճ է լինում, որովհետեւ Չինաստանում հիմնվում են եկեղեցիներ, եւ քանի որ ֆրանցիսկացիները իրանք շատ աղքատների հանդեպ, կարիքավորների հանդեպ մեծ հոգատարություն են ցույց տալիս, այնտեղ էլ իրենք այդ գործը շարունակում են, սովորեցնում են մարդկանց, տեղի չինացի, մոնղոլ ազգաբնակչությունն է մկրտվում, ընդունում քրիստոնեություն, որ հետո արդեն կրկին հետընթացա տեղի ունենում, երբ որ մողոլական տիրապետությունը ընկնում է այս նույն ժամանակաշրջանն է։ Բայց Պեկինում կառուցում է մեծ կաթոլիկ եկեղեցի, որոշ տվյալներով 6000-ից մինչև 10000 մարդ է մկրտվում, թարգմանություններ է անում, Աստվածաշունչ, տարբեր գրքեր թարգմանում է տեղի լեզուներով, աղքատներին, որբերին է օգնում։
Ինչ էր տեղի ունենում նույն ժամանակաշրջանում ուղղափառ եկեղեցում, սա էլ ասեմ եւ գրեթե ավարտում եմ ժամանակս, այո, մոտենում է ավարտին։ Ուղղափառ եկեղեցին անկում էր ապրում, բայց քանի որ կենտրոնը թուլանում էր, առաջանում էին տարբեր անկախ ուղղափառ եկեղեցիներ Բուլղարիայում, Սերբիայում, Ռուսաստանում, Կիևյան Ռուսյան մողոլների տիրապետության տակ էր եւ այնտեղից արդեն իրենց կենտրոնը տեղափոխվեց Վլադիմիր, հետո Մոսկվա եւ այդտեղ էր ուղղափառության, ռուս ուղղափառության կենտրոնը, այդպես այդ ժամանակներում է հասնում Մոսկվա։ Մի տարօրինակ փորձառություն, որ ծնվում է ուղղափառ եկեղեցում, հեսի խազմի հոգևոր փորձառություն, ինչ էր դա նշանակում, հունարենով դա նշանակում է լռություն, եւ հիմա չեմ ասի, որպեսզի մարդկանց մոտ այդ նույնը անելու ցանկություն չառաջանա, բայց իրանք հատուկ աղոթք էին անում, մի քանի բառ, մեկ նախադասություն, անընդհատ կրկնում էին այդ աղոթքը, գլուխը այսպես կախած, սրտին էին նայում կամ այսպես գոտկատեղին, ու սա կենտրոնանում էին եւ այդ աղոթքը այնքան էին կրկնում, մինչեւ ըստ իրենց տեսնեին մի լույս, որը իրանք ասում էին թաբորյան լույս, բայց այլակերպության կամ պայծառակերպության, ասում են Քրիստոսի դեմքից ճառագած լույսն ենք տեսնում եւ շատերը քննադատում են, իմիջիալից ուղղափառ եկեղեցում մինչեւ այսօր այդ փորձառությունը կիրառվում է որոշ իմաստով, բայց շատերը ասում են, որ սա մտնում է տրանսի, էզոթերիկայի ոլորտ եւ անընդհատ նույն բանը կրկնելով իրանք էլ ասում են ոչ, դա մեր միտքն է մաքրվում եւ մենք Քրիստոսին ենք տեսնում, մի խոսքով այս փորձառությունը այն ժամանակից մտել է ուղղափառ եկեղեցի որոշակի փոփոխություններով կա մինչեւ մեր օրերը։ Հայաստանի մասին խոսեցի, հիմնական բարեփոխիչները, այսպես բանաստեղծ, երգահան, նոր ոճ ներդնող Ներսես Շնորհալինը այս ժամանակներում, Ներսես Լամբրոնացին այս ժամանակներում, խոսեցի Գլաձորի համալսարանի մասին, եւ երկու բառ էլ ասեմ, այդ ժամանակում Եգիպտոսում մեծ ճնշումներ ա լինում տեղի քրիստոնյաների վրա, Ղպտիական եկեղեցին է շատ մեծ հալածանքների ենթարկվում մուսուլման արաբների կողմից եւ Եթովպիայում ասում են, որ սա ամենագեղեցիկ բաներից մեկն է աշխարհի հրաշալիքներից, 7 հրաշալիքներից չի, բայց հրաշալիքներից մեկն է, որ թագավորներից մեկը Լալիբելա անունով կառուցում է Լալիբելայի ժայռափոր տաճարները, եկեղեցիներ եւ նաեւ իր մայրաքաղաքը, քանի որ Երուսաղեմը գրավված էր մուսուլմանների կողմից, ուխտավորները չէին կարողանում գնալ, իր մայրաքաղաքը դարձնում է նոր Երուսաղեմ, անունը չի փոխում, բայց ասում է այստեղ կարող եք գալ ուխտագնացության եւ գետն էլ այ գետի անունը փոխում է, դնում է Հորդանան։ Այդպես լոկալ այդտեղի գետ կար անցնող եւ Եթովպիայում այսպիսի քրիստոնեության աճ առաջընթացա լինում։ Ահա ամփոփ կերպով փորձեցի ներկայացնել 1050 թվականից մինչև 1300 թվականը քրիստոնեության պատմության մեջ հիմնական իրադարձությունները եւ արդեն հաջորդը մոտենում ենք այս անգամ մի փոքր ռեֆորմացիային անդրադարձանք, հաջորդ դասին կանդրադառնանք, արդեն տեսնում ենք տարբեր տեղեր ընդվզումներ են տեղի ունենում շեղված եկեղեցու դեմ, որովհետև թողել էր եկեղեցին ճշմարիտ հավատքը եւ կտեսնենք ինչ դաժանությամբ է եկեղեցին ճնշում իրական, կաթոլիկ եկեղեցին հիմնականում իրական հավատքի պորտկումները ինչ դաժանությամբ է ճնշվում եւ մյուս դասին, այսինքն հաջորդին չէին մյուսին, արդեն կանդրադառնանք բուն ռեֆորմացիային Մարտին Լյութերի գլխավորած շարժմանը եւ կհասնենք բողոքական եկեղեցու ծնունդին, իհարկե
թե մյուս տարածաշրջաններում ինչպես է առաջ գնացել միսիոներությունը, նաև կանդրադառնանք այս ընթացքում, ի վերջո գալու ենք հասնելու ենք մեր օրերը եւ տեսնելու ենք, թե ինչպես են տարբեր հարանվանությունները առաջացել, ինչ ռեֆորմացիաների արդյունքում եւ ինչ վիճակ ունենք քրիստոնեության ընդհանուր զարգացման մեջ։ Այս ընթացքը առաքյալներից մինչև մեր ժամանակները պատմությունը նրա համար է, որպեսզի մենք հասկանանք ինչ դժվարություններով են անցել ճշմարիտ հավատքը պահողները եւ մեզ փոխանցել այդ ջահը, որ մենք այսօր պիտի տանենք ու փոխանցենք հաջորդ սերնդին, կամ եթե Տերը կամենա, իրեն դիմավորողները լինենք։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր քո բոլոր զավակների համար, որոնք նվիրյալ կերպով քեզ են ծառայել այս դարերի ընթացքում եւ խնդրում եմ, որ մեր սրտերին խոսես եւ եկեղեցու պատմության այս ընթացքին ծանոթանալը մեզ սովորեցնի սխալները չկրկնել եւ սովորեցնի ճիշտ ուղղությամբ քո արքայության քաղաքականությունը առաջ տանել, ոչ թե այս կամ այն երկրի, ոչ թե այս կամ այն գերտերության, այլ քո արքայության շահը սովորեցրում ես Տեր, եւ մենք ամբողջովին հանձնվում ենք քեզ, եւ դու խոսիր մեր սրտերին, եւ դու սովորեցրում ես Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, ամեն։